Ես ես մեծ պարզ բան ասեմ, ողջ քաղաքական դաշտում սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ճիշտ է, անգրագետներ կան, ովքեր ինձ ասում են հասարակական գործիչ ոչ թե քաղաքական, ու տվյալ մարդիկ ուզում են դառնալ երկրի ղեկավար առանց անգամ տարբերակել, որ հարցն է հասարակական գործչի ու քաղաքական գործչի տարբերությունը որն է, ինքը չգիտի, որտեվ եթե իմանա, ինձ երբեք չի ասի հասարակական գործիչ ոչ թե քաղաքական, որտեվ ի տարբերություն թե իրա թե մյուսների, այսօր Հայաստանի Հանրապետությունում համայն հայության մեջ միակ ամենամեծ ու ծավալուն քաղաքական ծրագիրը ներկայացրել ենք մենք, որը ոչ թե ներկայացրել ենք գնացեք միտեղ գտեք վիդեոների մեջ, չէ, ցանկացածը կարա մտնի մեր կայք luisibannak.com, բացի մեր ծրագրերը, յուրաքանչյուր ոլորտին վերաբերվող դա կլինի արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, նայեք մի հատ ինչ ծավալ է այդ ծրագիրը, ամեն ծրագիր իր հանրակրկիտ բացատրությամբ ու ռեսուրսների հայթայթման մեխանիզմով, ամբողջ քաղաքական դաշտում քաղաքական ուղղություն ունենք մենակ մենք, որը կարա կոչվի բացառապես հայկական, մեկինը սոցիալիզմա, մեկը ընդհանրապես չունի իրան հետ հետաքրքիր չի, որտեվ իրան տրազանգվածը քաղաքականապես կրթված չի, իրան չի լասում քո քաղաքական ուղղվածությունը որն է, կարող է Նիկոլի պես նեոլիբերալիստ ես, սոցիալիստ ես, ինչ դեմոկրատ եւ այլ եւ այլ եւ այլ։ Միակը մենք ենք, ասում եմ, ամենայն պատասխանատվությամբ, որ որդեգրել ենք բացառապես հայկական քաղաքական ուղղություն, որը կոչվում է արարատիզմ։ Դրա նկարագրությունը եւս մեր կայքում կա։ Այսինքն մարդիկ եթե մեր հետ ծանոթանան, մարդիկ կհասկանան, որ իրանք չունեն ուրիշ ընտրություն բացի մեզանից։ Սա գլուխ գովալ չի, սա փաստ է իրականություն է։ Միգուցե հիմա ինձ մարդիկ լսեն չհասկանան։ 5, 10, 50 տարի հետո նստելու են ասեն քիչ ենք լսել։ Ու ես դες ասեմ ավելին, մարդիկ ովքեր վախում են իմ հետ բանավեճից, վախում են հենց սրանից։